մասնավորապես փաստաբանական համայնքում արկա իրավիճակի մասով մենք նկատում ենք տևական ժամանակ փաստաբանը գրառում է անում հրապարակային կերպով այսպես ասֆալտին են փաստաբանին փռում, ինչպես իրենք են նշում, օրինակի համար Հակոբ վերջի անգամ Ռուբիկ Հակոբյանի հետ կապած արդարադատությանը խոչընդոտում, կարծես թե փաստաբանական համայնքը տևական ժամանակ ահազանգում է, որ ինչ-ինչ գործընթացներ են սկսել միակ եւ անկախ մարմնի նկատմամբ, փորձելով փաստաբաններին ինչ որ կերպ հասկացնել կամ լրացնել։ Ինչ մտավախություններ ունեք դուք, որովհետեւ դուք գրեթե անկարուց բոլոր գործերով ներգրաված փաստաբան եք, հայտնի փաստաբան եք, որովհետեւ նման մտավախություն ունեք, ինչ է կատարվում եւ ինչ գործընթաց է պլանավորում իրավապահ համակարգը։ Իրականում որպես մտավախություն չունեն, բայց սկսած որ մտավախություն ունենա, պետք է կաշկանդա։ Լիարժեք աշխատելու առումով, այդ մտավախությունը բացարձակապես չունեն, ես կարող եմ իմ փաստերը տեսնել եւ տեսնում եմ, որ տարբեր նման իրավիճակներ կան, որտեղ թիրախավորում կա փաստաբանների եւ դրա մասին շատ հրապարակայիններ են բազմաթիվ պաշտոնյաներ խոսել, այսինքն այս առումով ամեն ինչ շատ թափանցիկ եւ բացառայել է։ Դա միշտ ադիմին տարբեր ներով, այսինքն ոչ միայն փաստաբանների, այլ քաղաքացիների հիմա ամբողջ դա հանձը դրանից կաշկանդվի, թե չի կաշկանդվի։ Մենք պետք է շարունակենք գործը, որովհետև իր սխալ ընկալում կա եւ օրենքում էլ է դրա մասին նշած, որ փաստաբանին չպետք է հիմնացնել իր վստահորդի հետ։ Այսինքն երբեմն նույնիսկ պետական մարմինները քննչական դատախազություն ցավոք սրտի երբեմն այդ նույնացում անում են։ Չնայած վերջին շրջանում պրոֆեսիոնալները կարողանում են դա հստակ տարանջատել, որովհետև սա իրենց գործն են անում, մենք մեր գործն ենք անում, բայց երբ որ նույնացնում են, այստեղ է խնդիր առաջանում։ Ինչի պետք է փաստաբանից անհանգստանալ։ Չպետք է անհանգստանալ, որովհետև փաստաբանը օգնում է, որ օրենքը ճիշտ կիրառվի։ Այսինքն պատկերացնում եք մի փաստաբան, հետո գործը գալիս է պատասխան, բայց հակառակ կողմում գտնվում է մի ամբողջ քննչական կոմիտե, մի ամբողջ դատախազություն, մի ամբողջ արունակ հացը։ Եթե փաստաբանը զենքվում է տանել ինչի մեջ, չի կարող չէ որևէ կերպ եղանակ հակառակվել, քան օրենքով։ Որտեվ իսկ մենք ցույց ենք տալիս խախտումները, ցույց ենք տալիս ապօրինությունները։ Եթե սրանից պետք է անհանգստանա, կարծում եմ, որ չպետք է իրականում անհանգստանալ, պետք է տեսնենք, թե որտեղ են իրենց թերությունները եւ ճիշտ աշխատել։ Փաստաբանի ֆունկցիան այդ թերությունները ցույց տալն է, այսօր դատականիստի ժամանակ մենք դատարանի ցույց ենք տալիս, որ օրենք խախտում է։ Բայց ինքն է որոշում, չէ՞։ Ինքը որոշեց, մենք չենք կարող իր փոխարինել, որովհետեւ օրենքը հնարավորություններ են տվել։ Բայց մենք ցույց ենք տալիս, որ խախտումներով է անում։ Հիմա դատանը դրանից ելնելով պետք է հաջորդել ավելի ուշադիր լինի, որ խախտումներ թույլ չտա։ Եթե խախտումը թույլ է տալիս, մենք վերադասացիան ենք ներկայացնում, փորձում ենք խախտում արձանագրել։ Նույն քննչական մարմինների մասով, այսինքն եթե ապօրինի ձերբակալումներ են փորձում անել, մենք դրա դեմ պայքարում ենք եւ սա է աշխատանքի ամբողջ տրամաբանությունը, դրանց ոչ մի չպետք է խոսքի։ Ձեր գործընկերների նկատմամբ դրսևորումները դա ինչ որ մի կերպ ձեզ զսպում է, կաշկանդում է մտաբախություններ, որ կմտնեն ձեր գործերի մեջ, ասեն, ահան արդարադատությանը միջամտություն է եղել, ահան բոլորս է կարող են դրա մասին մտածել եւ նաեւ պետք է հասկանալ, որ միշտ չէ որ ամեն ինչ օրինական մտածակարգերով է լինում, եւ մենք հիմա հենց այդ ապօրինությունների դեմ պայքարում ենք։ Նույնիսկ ապօրինի բոլորի հանդեպ էլ ինչ որ բաներ կարող է տեղի ունենալ եւ եթե մենք դրանով պետք է ղեկավարենք, ընդհանրապես պետք է միայն ոչ փաստաբան, այլ նաեւ որպես մարդ պետք է հնարավորինս դու ուղղակի մի անկյուն վերցրես, այդ անկյունից դուրս չգաս, որպեսզի որևէ խնդիր չեն։ Հետևաբար կարծում եմ, որ պետք է շարունակել օրենքով սահմանված կարգով աշխատել, որևէ կաշկանդվածություն չունենալիս, եթե ինչ որ բաներ պետք է լինի, պետք է դրա նայել բաց հաշվերը, որ փորձեն այդ դրա դեպքը։